Բարեձեզ հարազատներս, այսօր կխոսեմ բարեգործությունից, ինչ է բարեգործությունը, այդ տերմինը ընդհանրապես բարեգործությունը շատ աղավաղվել է, վարկաբեկվել է տերմինը, ամբողջ աշխարհում ոչ միայն մեր երկրում, կխոսում եմ Շամշադին գնալու ճանապարհորդությունից, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, 1 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ինչու եմ խոսում այսօր բարեգործությունից, քանի որ անցած շաբաթ ես եւ ընկերուհիս բարեգործական խորհրդատվություններ տվեցինք 1 օր Արծվաբերդում, սահմանամերձ։ Ինչպես ստացվեց, որ ես հասա Արծվաբերդ, այնպես չէ, որ ես դրա մասին անգամ մտքիս ծայրով անցել է, որ կարելի է այդպիսի բան անել։ Մի շատ ուրիշ եզակի ընկերուհի ունեմ, որը սիրարված մեր երկրի վրա Սուսան Չոբանյանն է։ Շամշադինից միշտ տարբեր տեղեր միասին գնում, տեսնում եք երևի էջից, ինչ հետաքրքիր վայրեր ունենք մեր երկրում, գնում ենք ու ամեն անգամ ասում պետք է գնանք Շամշադին, անպայման պետք է դուք ասեք Շամշադի, դե երբ գնանք Շամշադին, գոնե մի 3-4 օր պետք է երկուսս էլ աշխատում ենք, ոնց կազմակերպենք, որ գնանք Շամշադին, մի օր ասում է Գիտես, ասում է Արծվաբերդը մեծ գյուղ է, մեր գյուղը 4-5 հազարանոց գյուղ է ու բժիշկ արդեն մի քանի տարի չունեն, կարող ուզես բարեգործական գնանք մի օր խորհրդատվություններ անես։ Դու ասես բարեգործական, ես լարավոտի սիրիկոն բարիությունից եմ խոսում, իմ էջի վրա անհարմար է, ասեմ ճիշտ չեմ գալիս, ես ուղղակի խոսում եմ, որ մնացածները բարի գործեր անեն, չէր ստացվում, ասեմ ինչքան էլ որ ուզեի, բայց ուզեցի, դա էլ հետ ասեմ, որ ուզեցի ու արդեն բոլոր գործերը մի կողմ դրեցինք ու գնում ենք Արծվաբերդ, ամբողջ ճանապարհը, չէ որ ասեմ շատ մտածել եմ ճանապարհին ոչ, որովհետև Սուսանե չթողում որ դու ինչ-որ բանի մասին մտածես, այս ծառը նայի, այս թուփը նայի, այս եկեղեցին նայի, դե տեսել եք ինչ տեսարժան վայրերով են գնացել դեռ հետ գալու ճանապարհը չեմ նկարել, տեղադրել Բայց որ արդեն մի պահ գլուխս սկսում էր մտածում եմ, որ գնամ հասնեմ այնտեղ ոչ մեկ չկա խորհրդատվության, Facebook-ում էլ տեղադրել ենք ամեն ինչ, կամ որ գնամ տեսնեմ 200 հոգի եկել, ոնց եմ մնացածին ասելու, որ գիտեք, մեռնում եմ արդեն չեմ կարող ձեզ նայեմ էլ։ Մի խոսքով շատ հաջող անցավ, շատ հաջող 39 կին էին եկել, որից 31-ին գինեկոլոգիական մահճակալի վրա նայեցին 24-ին 24 հոգուց պապկսուկ վերցրեցինք, վերեցինք կազմակերպեցինք, որ բերվի լաբորատորիա հանձնվի։ Ուրեմն բարեգործությունը ստեղ որն էր, հետաքրքիր է, որը իմ ընկերուհին Սուսան Չոբանյանն ինձ տնից վերցնում է։ Ամբողջ այդ ճանապարհը տեսարժան վայրերով տանում հասցնում Արծվաբերդ։ Այնտեղ դե չասեմ ինչ պայմաններում ենք ապրում, ինչ լավ հյուրընկալ եւ այլն։ Մի օր գնում եմ իմ սիրած գործով զբաղվում, որ ես կարող եմ անվճար անել ինչ ամբողջ կյանքս, որովհետեւ այնքան եմ սիրում իմ գործը։ Ու էլի նույն ձևով արդեն ուրիշ ճանապարհով, ուրիշ տեսարժան վայրերով բերում։ Էլ չեմ ասում հետս ինչեր են դնում եւ այլն։ Սրա որ մասն էր բարեգործությունը հասկանալը բարձ չի ինձ, բայց անունը բարեգործություն է։ Անունը բարեգործություն է ու բարեգործությունը արդեն ասեցի, որ վարկաբեկվել է այդ անունը, այդ գործողությունը, ինչի որտեվ հերվածել ենք Աստծուն, որտեվ չենք ինքնուրույն ենք սկսել ապրել առանց Աստծու, մեծ մասը իհարկե ու հետ գալու ճանապարհին մակարած վանք մտանք, մի ջահել տերտեր էր, որ երևի 2 րոպե լսեցինք այնքան կարևոր բաներ ասեցի այդ 2 րոպեում, որ ինչ են այսքան պատերազմ լինում, որովհետև Աստծուց հեռացել են մարդիկ։ Ասեց որ մի հետաքրքիր բան էլ ասեց, որ բացում եմ ինտերնետում տեսնում էր հայ կանայք ինչ կոմենտներ են գրում, արդեն հասկանալի է, որ մենք ինչ վիճակում ենք ու ուրիշ ձև չէր կարա լինի մեր կյանքը։ 2 երեխա գրկած ասում են նկարված ու ինչ կոմենտ է գրում։ Ուրեմն բարեգործությունը աղավաղվել է, այն մարդիկ, ովքեր բարեգործություն չեն ուզում անեն, չեն հասկանում դրա կարևորությունը, ես կպատմեմ իմ հասկանալով դրա կարևորությունն ինչումն է,
մտածում եմ ինչու մտածում եմ, որ մարդը ինչ-որ շահ ուներ, ինչ-որ շահ ուներ, ինձ շահ ունի, իրոք ես գնացի, ուզում էի Շամշադինը տեսնեի, հետնել եթե դա բարեգործական է համարվում, դարա որ առանձնապես ոչ մի գուցե եւ կարևորության մասին հետո կպատմեմ ուրիշ տեսահոլովակներ, շատ եմ պատմելու մեր երկրի խնդիրների մասին, Շամշադինի օրինակով նույնպես Արցվաբերդի կոնկրետ օրինակով, բայց այսօր ուզում եմ բարեգործությունից խոսել, որովհետև սա ճանապարհն է, Աստծո ճանապարհն է, բարեգործությունը, այն մարդիկ, ովքեր չեն զբաղվում բարեգործությամբ, մտածում են, որ դու ինչ-որ շահ ունես, ուզում ես քեզ գովեն, ինձ ամբողջ կյանքս գովել եմ, եթե ոչ մեկ էլ կյանքում չգովա, ես գոհ եմ արդեն այնքան եմ այստեղ այդ գովազանքը, որը ոչ մեկի ոչ մի օգուտ չի տվել գովազանքը, երկրորդը մարդիկ անպայման սպասում են, որ դու ինչ-որ ֆինանսական շահ ունես, որ գնաս ընդդարից հիվանդներ բերես Երևանում վիրահատես, թե չէ հիվանդները Երևանի տեղը չգիտեին, որ գային իրանք վիրահատվեին, կարևոր չի ով ինչ է մտածում, ժողովուրդ ջան։ Դրա մասին եթե ես մտածեի կոնկրետ ով ինչ է մտածում, ես ոչ մի անգամ բլոգ չէի վարի։ Ոչ մի դեպքում, որովհետև անդադ վատ մարդիկ են լինում, հիմարություններ գնում են, դա չի։ Միակ բանը, որ Աստված արդեն ասել եմ, միակ կարծիքը ինձ հետաքրքիր է, որ Աստված վերևից նայ, ասես լավ, որ քեզ ստեղծել եմ։ Պարբերաբար տեսնում եմ, որ չարժեր ինձ ստեղծել, որովհետև այդքան էլ հաջող կերպար չեմ պարբերաբար, բայց փորձում եմ ճանապարհս դեպի իրան պահեմ, ու որն է Աստծո ճանապարհը, դա որ քո մեղքերի հետ պայքարես, բարեգործություններ անես, սա Աստծո ճանապարհն է ու քո ընտրությունն է, դա կամ ընտրում ես չանես այդ բարեգործությունները, կամ ընտրում ես անես, որ այդ ճանապարհից չշեղվես։ Դե ինչ ասեմ, հաղորդություն, գտակարան կարդալ եւ այլն։ Ուզում եմ ասեմ Աստծո ճանապարհին բարեգործությունը պարտադիր գործոն է, չես կարող առանց բարեգործության ասես ես դեպի Աստված եմ գնում ու կատարես ու հետաքրքիր է որ դու ճանապարհդ բռնում ես դեպի Աստված, այդ մարդիկ գալիս քեզ գտնում են։ Ես ու Սուսան Չոբանյանը մի կուրսից ենք ու երբեք իրար ինստիտուտում չենք հանդիպել, որովհետև տարբեր ֆակուլտետներ ենք չենք հանդիպել, բայց որ դու արդեն ճանապարհը դնում ես դեպի Աստծո, այդ մարդիկ վերևից, որ քեզանից մի քանի գլուխ բարձր են իրենց հոգևոր արժեքներով, հոգևոր զարգացվածությամբ, դու մտնում ես իրենց տեսադաշտ, քեզ տեսնում են ու հետևներից քաշ տալով տանում բարձրացնում, ասում ես մի քիչ արագացրու, շատ հետ մնացիր։ Սա շատ կարևոր է։ Ու այդ բարեգործությունները պարտադիր են։ Բարեգործությունների մասին խոսել չի կարելի, գիտենք կտակարանից, դա որ Աստված ասել է ինչ անում ես, այնպես արա, որ ծաղծերը չիմանա թե աչքի ինչ արեց, բայց ես տարին 1-2 անգամ պատմում եմ իմ բարեգործություններից, ես էլ եմ համոզված, որ ինչ որ բարեգործություն դու արեցիր ու դրա մասին բարձրաձայնեցիր, այդ բալերը, ոնց պատկերացնում եմ, որ Երևան բալեր են կուտակվում, դրանք ջնջվում են, բայց ոչինչ որ ջնջվեն, բայց մի քանի հոգի որ ինձ լսեն ու հասկանան, որ բարեգործությունը կարևոր է, սա իրոք կարևոր բան է, չես կարող առանց բարեգործության առաջ գնալ։ Հոգևոր արժեքներ ունենաս աճես հոգևոր ձևով, ուրեմն իսկական բարեգործությունը մեր որն էր, որ մենք այդ պապկսուքները, որ վերցրել ենք 24 հոգուց պապկսուքները, ես ու Սուսան Չոբանյանը վճարում ենք, լաբորատորիանից մեկի հետ խոսեցի, ղեկավարին ճանաչում եմ, ահագին մեծ զեղչ արեց մեզ, չեմ ուզում գովազդ լինի լաբորատորիաների անունները եւ այլն, ուզում ասեմ համարեք 3 հոգով ենք այդ 24 քսուկը կազմակերպել արել ու սա պետապետ պատվերի մեջ պիտի մտնի, հետաքրքիր է, դες դրա մասին առանձին խոսելու եմ, պատվեր մեր պետությունը ասում է ձեզ գումարները տալիս եմ, դուք արեք այդ պապկսուկ եք վերցնում, ինչ ուզում եք, ես ձեզ վճարում եմ, բայց չի կազմակերպում աշխատանքը, ոնց պետք է կինը կարող է ինքը իր պապկսուկը վերցնի ուղարկի Երևան լաբորատորիա, իհարկե ոչ, դա տեղում պիտի կազմակերպվի, շատ հեշտ է դրա մասին կզրուցեմ, իհարկե առանձին տեսահոլովակում, որ դա շատ հեշտ է կազմակերպել։ Բայց բարեգործությունը հենց դա էր, որ այդ կարևոր այդ պապկսուկները դրա մասին նույնպես կխոսեմ, որը եկեք մեր բարի գործերով, նորից եմ ասում, մեղքերի հետ պայքարելը իմ ուժերից վեր է, իմ ուժերից վեր է, ես մեկի վրա ջղայնանում եմ, բարկանում եմ մյուսի վրա, շատ դժվար է ճանապարհը, բայց դու այդ բարի գործերով պիտի հակես այդ քո, շտկես այդ քո մեղքերը, որ կարողանաս ճիշտ ճանապարհով գնաս, այսպես եմ կարծում, ճիշտը սա է, մեր բալերը իմ Սուսան Չոբանյանի մեկ էլ լաբորատորիայի տիրոջ բարեգործությունը այս անգամ բալերը ջնջվեց նորի ոչինչ մենք ճիշտ է 10-րդ որ ասեմ սա բարեգործություն է սա իմ 10-րդն է ես ամեն ամիս ինչ աշխատում եմ ամեն 1000 դրամից 100-ը տալիս եմ Աստծուն որովհետև դա իր գումարն է
այդպես եմ համարում ու իրականում մենք պիտի եկեղեցուն տանք, որ եկեղեցու սպասավորները դրանով պիտի ապրեն, բայց դա մեր երկրում նորից եմ ասում, ամեն ինչը խառն է, ինքն առաջի քրիստոնեություն ընդունած երկիրն ենք, ու այսքան Աստծուց հեռացած ամեն ինչով ու բարեգործությունը ուզում եմ ասեմ ինչն է կարևորը այս ասածից մեջ, որ ամեն մարդ իր տեղում կարող է բարեգործություն անել, ոչ թե սպասենք տեսնանք ով է մագնատ դառնում, բանկիր դառնում, ինչ բիզնեսմեն դառնում, որ բարեգործություն անի, ամեն մարդ իր աշխատանքով կարա բարեգործություն անի, իր ստացածի 10%-ով կարա բարեգործություն անի։ Սա ընտրություն է, դու պիտի ընտրես, որ ես ուզում եմ բարեգործություն անեմ, արդեն ասել եմ 17 տարեկանից, ինչ աշխատել եմ 10%-ը Աստծունն է, համարում եմ, որ դա իմը չի, չեմ ծախսում այդ գումարը, Աստծո առաջ եկեղեցուն էի տալիս, իհարկե ճիշտ է, նորից եմ ասում եկեղեցին է, բայց հետո եղավ պատերազմը, սկսեցինք պատերազմի համար հավաքել, զինվորների համար սկսեցինք հավաքել, արցախցիները ու այդպես դարավ, որ մենք անցանք ուրիշ ձև սկսեցեք դասանորդ ձևակերպել, գուցե մի քիչ երկրի վիճակը բարեկարգվի, ես նորից սկսեմ տալ եկեղեցում արդեն եկեղեցին ինքը տնօրինի այդ գումարները, ճիշտը դա է։ Սրանից դասանորդից ավել որ անեմ, դա է բարեգործություն, ես դեռ բարեգործություն չեմ արել, ես դեռ իմ դասանորդն եմ ծախսում, Աստծո գումարն եմ ծախսում, իմ հասկացած տեղով։ Երևի այսքանն է ուզում ասել, ճիշտ ճանապարհից չշեղվենք, հնարավորինս ճիշտը բռնենք, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։